Գնացել է իմ սիրելի արտիստի Մկրտիչ Արզումանյանի ներկայացմանը գրավիտացիան, շատ հրաշալի ներկայացում է։ Այդ ներկայացումից հիշեցի մեր դասախոսություններից մեկի թեման, ասա, մենք ունենք 5 ամսյա դասընթաց, որտեղ մենք խոսում ենք բառերի ասոցիացիայի մասին։ Դասի ավարտին անդրադառնում ենք երգերի տեքստերին։ Մեր հայկական երգերի մեջ 80%-ը երևի մահվան, արյան գնալու, սպանելու, կործանվելու մասին է, ընդորում բառացի, երբ որ այնտեղ մի երգ կար նույնիսկ, ասում է, անեց այն հորը, որ չի ուղարկում իր որդուն մեռնելու, ոչ թե հաղթելու, մեռնելու, բոլորի երգերի մեջ կա, մեռնելու, մատաղ լինեմ, չգիտեմ, ջիգյարս հանեմ տամ եւ այլն, այսինքն այս ամեն ինչը հասկանում ես, որ իրագործվում է։ Մեր դասախոսությունն ավարտվում է հիմնով, մեր հայկական օրհներկով, որտեղ մահը մեռնել է, պատիվ է, մենք ստեղծված ենք մահվան համար եւ այլ, ու ինչ ենք ուզում։ Իսկ մահվան կուլտուրան ենք տարածում, եթե կուլտուրա ասելը շատ հարիր չի իրեն, բայց ամեն դեպքում դա տարածում ենք։ Ինչքան կարելի է, ես կմեռնեմ, ես մեռնեմ քո ջանին։ Մեռնեմ քո ջանին, ցավդ տանեմ, առանց քո սիրո կմեռնեմ, լավ, ինչի էլ, ինչի։ Ինձ ինչը դուր եկավ, երբ որ ներկայացման ավարտին Մկրտիչ Արզումանյան շատ հետաքրքիր բան ասեց, երևի մահն էլ սպասում է, որ մի օր մենք իրանից կհոգնենք, կսկսենք ապրել։ Մահը լափում է ամեն ինչ, ինքը չի հոգնի, բայց այդ միտքը հետաքրքիր է, լավ, ես չեմ հոգնում, ժողովուրդ գոնե դուք հոգնեք։